Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօրվա մեր քննարկումը կսկսենք մի շատ կարևոր թեմայից, որը վերաբերվում է Հայաստանի ռազմական անվտանգությանը։ Վերջին շաբաթներին ակտիվացել են առնվազն մեդիա ակտիվությունը նկատելի է հայ-հնդկական պաշտպանական, անվտանգային, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Դե իսկ օրեր առաջ էլ հիշում ենք այդ պատմությունը, որ Su-30 տիպի ինքնաթիռների իբր գնման հետ կապված արդեն այսպես գրեթե պատրաստ համաձայնագիր է Հայաստանի եւ Հնդկաստանի միջև, ինչը հերքեց պաշտպանության նախարարը, ասելով որ նման բան չկա։ Բայց դրա հետ մեկտեղ էլ հնդկական մամուլը գրեց, իսկ հետո էլ Armenpress-ը հաստատեց, որ Հայաստանը այցելել հնդկական բավականին խոշոր մի պատվիրակություն եւ քննարկումներ են գնում հայկական կողմի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու շուրջ, նոր ասելով թե քաղաքական, թե տեխնոլոգիական, թե ռազմատեխնիկական եւ այլ։ Այս ամենը նաև ուղղորդվում է իհարկե հնդկական մամուլը, որ մի քիչ առաջ ընկնելու այսպես վարք է դրսևորում, ախվանդաբար ասենք, որովհետև մենք այդ մասին ավելի շուտ իմանում ենք հնդկական մամուլից, իսկ հայկական կողմը սովորաբար չի մեկնաբանում այդ ամենը, պաշտոնական հաղորդագրություններով էլ հանդես չի գալիս, բայց այնուամենայնիվ այդ մեդիա ակտիվությունը նկատելի է։ Հնդկաստանը իր ռազմական արդյունաբերությունը մեծ այսպես 7 մղոնանոց քայլերով զարգացրեց արևմուտքի հետ սերտ համագործակցության շնորհիվ եւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի իհարկե վերջին ժամանակաշրջանում էլ ճգնաժամ կար Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում կապված ռուսական նավթի հետ, բայց ոնց որ թե այդ սառույցը հալվել է եւ հենց այսօր էլ տեղեկություն եղավ, որ Միացյալ Նահանգների նախագահը Դոնալդ Թրամփը ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերը եւ այցելելու է Հնդկաստան։ Նա ասում է, որ ես ընդունել եմ իմ ընկերոջ հրավերը։ Այս ամենը իհարկե հաշվի առնելով նաև Չինաստանի հետ այսպես երկարաժամկետ ռազմավարական մրցակցության, առնվազն մրցակցության, եթե ոչ դիմակայության ռեժիմը, որի մեջ գտնվում են Միացյալ Նահանգները, նոր մակարդակի կարևորություն է ձեռք բերում։ Եվ ուրեմն փորձենք հասկանալ այստեղ Հայաստանի դիրքավորումը, Հայաստանի անելիքները, մանավանդ մեր տարածաշրջանում այս փոփոխությունների ֆոնին, ինչը պահանջում է նոր, եթե կարելի է այդպես ասել, ռազմավարական մշակույթ, այդ թվում նաև ռազմական ոլորտի զարգացման ռազմավարությանը վերաբերվող Փորձենք այս հարցերը հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով մեր հյուրն է Ապրի Արմենիա հիմնադրամի գիտաշխատող ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, ուրախ եմ ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ներսիսյան, դուք ուշի-ուշով հետևում եք այս լրահոսին, այսպես լրատվական ուղեկցությանը, այս նորությունների, ինչի մասին է այս ամենը, այս ակտիվությունը, մեդիա ակտիվությունը, ինչով է պայմանավորված, եթե նաև հաշվի առնենք, թե ինչ փոփոխությունների այսպես պատմական փոփոխությունների միջով է անցնում մեր տարածաշրջանը, մեր հարևան տարածաշրջանները, համեցեք։ Եթե սկսենք հենց հայ-հնդկական բնականաբար
օրակարգից այստեղ երկու կարևոր մաս ուներ ձեր հարցը, առաջինը մեդիա ակտիվությունը, եթե մենք խոսում ենք օրինակ հնդկական լրատվական ակտիվության մասին, հենց Հայաստանի հետ զենքի եւ զինամթերքի վաճառքի հետ կապված, դա բնականաբար մարքեթինգի մի գործիք է, որը փորձում են մեծ մասամբ օգտագործել հնդկական ընկերությունները առաջի հերթին, որովհետեւ իրենց համար օրինակ այդքան էլ ձեռնտու չի, որ այդ գործարքները գաղտնի մնան եւ իրենք ուզում են ամեն ձևի օգտագործեն այդ ամեն ինչը իրենց PR-ի համար, բիզնեսի, որ ուրիշ օրինակի համար գնողներն էլ սկսեն հետաքրքրել, տեսնեն ինչ որ կոնֆլիկտ ունեցող կամ ռիսկային գոտում գտնվող երկիր Հնդկաստանից այս տեսակները զենքի առել է, ուրեմն կարելի է հետաքրքրվել այդ առաջի մասը, իսկ երկրորդը դա հենց այն պատվիրակության մասին, որի մասին օֆիցիալ էլ հիմա տեղեկատվություններ կան, որ Հնդկաստանից այցելել էր Ամիտ Սիտաջյան, որը իրենց պաշտպանության նախարարությունում զբաղվում է հենց ռազմական արդյունաբերության հարցերով եւ հետաքրքիր էր, որ քննարկել են հենց հայ եւ հնդկական ընկերությունների ոնց որ համատեղ աշխատանքը եւ դա իմ կարծիքով մի շատ կարևոր քայլ է, որը շատ ավելի ձեռնտու է Հայաստանին առաջի հերթին մեր շահն է հետաքրքրում, որովհետև դա թույլ է տալիս ավելի շատ արժեք հենց երկրի ներսում թողել եւ բացի դրանից զարգացնել տեղական արտադրությունները եւ ընկերությունները եւ համել ունենալով մոտիկ հարաբերություններ օրինակի համար մեծ հնդկական ընկերությունների հետ մտածել համատեղ ոչ հայկական շուկայում աշխատանքի մասին։ Դա ինձ թվում է շատ ճիշտ ուղղություն է ու եւ այդ ուղղությունը կարեւոր է նաեւ ուրիշ պետությունների հետ օրինակի համար Ֆրանսիայի հետ զարգացնել։ Պարոն Ներսիսյան, այս ամենը նաեւ ձեռնտու է հայկական ընկերությունների համար, որ իրենք իրենց ծավալները կմեծացնեն, եթե այլ երկրների ընկերությունների հետ այս հորիզոնական հարաբերությունների արդյունքում մեծացնեն իրենց արտահանման հնարավորությունները, տեխնոլոգիական աճ ունենան, նաև, այսպես ասենք, կհարստանան, հա, որպես ընկերություններ, ի վերջո սա բիզնես է, բայց նաև այս ամենը հնարավորություն կտա նաև մեր կարիքների համար ավելի, այսպես, նոր մակարդակի, նոր տեխնոլոգիական մակարդակի արտադրանք մատակարարել մեր զինված ուժերին, հա, այս միտումը վստահ եմ, որ եւս կա, ասենք, հայկական շահագրգռվածությունների մեջ, այդպես չէ։ Այո, այստեղ ինչն է կարևոր նշել, որ օրինակի համար պայմանական, օրինակ պատկերացնենք պայմանագիր, չգիտեմ, կարևոր չի ինչ զենքի պայմանագիր, $100 միլիոն դոլարանոց օրինակի համար, եթե այսօր այդ 100 միլիոն օրինակի համար գնում է մի ուրիշ պետություն, մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ 100-ից գոնե օրինակի համար 20 միլիոնը մնա Հայաստանում, օրինակ հայկական ընկերություն ինչ-որ մի մասը աշխատանքի անի եւ այդ 20 միլիոնը դառնա աշխատավարձներ, դառնա հարկեր, դառնա հենց հարկեր հենց ներդրում այդ ընկերության մեջ, որ ինքը զարգանա, դա շատ կարևոր մի ճանապարհ է, որ մենք առնենք, խելքով առնենք, sense կարելի է, մենամիտ մոտեցում ցուցաբերենք, հատկապես այն դեպքերում, երբ որ խոսքը գնում է մեծ քանակությունների մասին։
Պարոն Ներսիսյան, այս ամենը, այս խոսակցությունները, այս կոնկրետ այս դեպքում էլ բանակցությունները, այս համագործակցության հեռանկարների մասին քննարկումները տեղի են ունենում այն պատմական փոփոխությունների ֆոնին, որի ականատեսն ենք թե մեր տարածաշրջանում, թե հարևան տարածաշրջաններում, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, ինչպես հայտնի է, Կենտրոնական Ասիայի առաջնորդներն են Միացյալ Նահանգներում, այս ամենն էլ նաև վկայում է Միացյալ Նահանգների, այսպես ասենք, երկարաժամկետ շահագրգռվածությունների մասին մեր տարածաշրջանում, չնայած որոշ տափակ կարծիքների, թե դե լավ, դե լուրջ չի, ես կարճաժամկետը, էսա այնա, ասենց կարճաժամկետ չի լինում եւ այստեղ այսպես ռազմավարական նոր մշակույթ է պահանջվում մեզանից այս փոփոխություններին համարժեք լինելու համար, ձեր դիտարկումները։ Բնականաբար հիմա մենք նոր բավականին մթնոլորտի ենք սովորում, ինձ թվում է աշխատանքի եւ պետական ապարատը եւ եթե խոսենք օրինակի համար պաշտպանության ոլորտից նաև պաշտպանության ոլորտը, որտեղ մեր դիմաց ավելի շատ դռներ են բացվում եւ մենք արդեն ինչ-որ ազատ շուկայի ինչ-որ մի կոնցեպտի մեջ ենք գտնվում, որին մենք սովոր չենք օբյեկտիվ պատճառներով եւ դրա պատճառով ահագին նաև սխալներ են գործվում եւ ճիշտ որոշումներ են ընդունվում, բայց պետք է այս նոր ձևաչափերին սովորել, պետք է սովորել ուրիշ երկրների հետ, տարբեր երկրների հետ աշխատել, որտեղ շատ տարբեր մոտեցումներ կան, մի բանը Հնդկաստան, ուրիշ բանը ԱՄՆ, երրորդ բանը Ֆրանսիա եւ չորրորդ բանը Իրան կամ Չինաստան կամ Ճապոնիա կամ Իտալիա, ամեն մի երկիրը իր իրավունքները ունի։ Այո, եւ պետք է խորանալ այդ ամեն ինչի մեջ ու համ պետության մասին է խոսքը գնում, համ մասնավոր ընկերությունների եւ բոլորի ով որ այդ գործընթացների մեջ որևէ ունի մասնակցություն։ Պարոն Ներսիսյան, այս ամենը նաև, այսպես ասենք, ուղեկցում է, այս ռազմաարդյունաբերական ոլորտում այս ակտիվությունը ուղեկցում է նաև մեր բանակային ռեֆորմների ընթացքին։ Մի կողմից, իհարկե, ասում են, դե լավ, սենց ոնց կլինի, ռազմական բյուջե է կրճատվում, չնայած այստեղ այսպես սև սպիտակ չի իրավիճակը, բանակում ծառայության ժամկետն է կրճատվում, չնայած էլի ենք հասկանում, որ խոսքը ուղղակի թվաբանության մասին չէ, ասենք 2 տարվա փոխարեն 1.5 տարի, խոսքը գնում է որակական փոփոխությունների մասին մեր զինված ուժերում եւ այս տրանսֆորմացիաները հենց միտված են այդ նոր որակի ապահովմանը։ Ինչ եք կարծում, այս պրոցեսները որքանով են իրար հետ զուգահեռ ընթանում, ավելի ճիշտ ոչ թե զուգահեռ, այլ զուգորդված մեկը մյուսին, համեցեք։ Պետք է նշել, որ ռազմաարդյունաբերությունը օրինակ երևի միակ կամ շատ քիչ ոլորտներից է տնտեսության, որը առանց պետության աջակցության գրեթե շանսեր չունի զարգանալու ու դա Հայաստանի մասին չի մնալ։ Այո, ապրիորի այդպես է։ Այո, կարող են լինել մասնավոր ընկերություններ, բայց աջակցությունը մեկա պետքա լինի։ Որտեղ պատվիրատուն միայն պետությունն է։ Ու պատվիրատուն կարան լինել նաև ուրիշ պետություններ, բայց առաջի փուլում ոչ մեկ չի գնելու Հայաստանից զենք, որը չի անցել գոնե հայկական պետական օրինակի համար ինչ-որ փորձարկումներ եւ չի ընդունվել բանակ, գոնե առաջի 10 տարին մինչև հայկական զենքը կամ որոշ ընկերություններ չունենան ինչ-որ հայտնի բրենդ կամ որ իմանան որ այս օրինակ ընկերությունը հաստատ լավ ինչ-որ արտադրություն ունի, գոնե
սկզբում Հայաստանը դա պետք է գնի, դա սումա շատ բնական է։ Երկրորդը Հայաստանի պարագայում մենք հասել ենք մի կետի, երբ որ ընկերությունների դիմաց բավականին մեծ հնարավորություններ են սկսել բացվել հիմա։ Այո։ Բայց դա հենց նոր հիմա ոտի են սկսում քիչ կանգնել մի քանի ընկերություն Հայաստանում։ Եվ օրինակի համար, եթե բանակի օրինակ դրսից գնումների մասին ինչ-որ ժամանակավոր կրճատման մասին կարելի է խոսալ, օրինակի համար, որովհետև չգիտեմ, հակաօդային պաշտպանությունը կամ հրետանին այնքան շատ գնում են արել վերջի 2-3 տարին, որ պետք է մի քիչ ժամանակ օրինակի համար այդ ամեն ինչը ընդունելու եւ սկսել կիրառել, տեղական ընկերությունների հետ այդ մոտեցումը չի կարող լինել, որովհետև եթե հիմա այդ աջակցությունը էլ իրենք չունենան, ամեն ինչ որ շատ դժվար աշխատանքով կառուցվել է եւ շատ դեպքերում այդ ամեն ինչը նենց մի աշխատանք էր, ոնց որ ամեն ինչին դեմ գնալով սկզբում էլի, մինչեւ պետությունը սկսեց պատվիրներ անել, բավականին կարելի ասել ավանտյուրիստական, որոշ մարդկանց լավ իմաստով նկատի ունեն, շատ բարձր ռիսկերով, հիմա այդ ընկերություններին պետք է 3-5 տարի էլ իմ կարծիքով, որ իրենք արդեն դառնան մի քիչ ավելի հասուն եւ կարողանան արդեն օրինակի համար իրանց եկամուտի մեծ մասը ոչ հայկական շուկայում սկսեն աշխատել, դրսի շուկաներում, բայց այս պահը հիմա շատ կարևոր է եւ մենք հենց հիմա գտնվում ենք այն փուլում, երբ որ այդ արդյունաբերությունը ոտի է կանգնում, դրա համար այնտեղ իմ կարծիքով հակառակ պետք է ներդրումները աճեն եւ հնարավորինս փորձել ինչքան կարելի է տեղական արտադրություն ունենալ եւ տեղական ընկերություններից գնումներ անել։ Պարոն Ներսիսյան, այս ամենը նաև եւս մի համատեքստ նշեմ, տեղի է ունենում ընդհանրապես աշխարհում այսպես սպառազինության ակտիվ ուրեմն կուտակման նաև արդյունաբերական վերազինման, հա, այդ ռազմաարդյունաբերական ոլորտի եւ ընդհանրապես միլիտարիզացիայի ֆոնին աշխարհում։ Հիմա զինվում են բոլորը։ Օրինակը այն է, հենց դրա վառ այսպես դրսևորումն այն է, ինչ հայտարարեց հենց նախորդին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ասելով, որ բառացիորեն մինչև վերջերս Ռուսաստանն ավելի շատ սպառազինություն էր արտադրում, քան ամբողջ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վերցրած, ռազմամթերքի մասին է խոսքը։ Եվ ահա նոր հասել են նրան, որ ՆԱՏՕ-ն սկսեց վերականգնեց բալանսը եւ հիմա գերազանցում է Ռուսաստանին։ Ձեր այն ասածը, որ եթե ասենք այդ պատվերները պակասում են կամ պետությունը հետ է շրջվում ռազմաարդյունաբերությունից, դրանք փակվում են ուղղակի եւ հետո մեծ ջանքեր է պահանջվում այդ ամենը վերագործարկելու համար։ Հիմա հետո ճիշտ ասած ավելի շուտ ոչ մեկ դրանով չի զբաղվելու, էլ կա, էլի, եթե մի անգամ չստացվի հավանականությունը Հայաստանի նման պետությունում շատ քիչ կլինի, որ մարդիկ էլի դրանով կսկսեն զբաղվել։ Եվ նաև այո, կյանքն էլ նաև ցույց է տալիս, որ այդ վերազինումը, որով հիմա անցնում է արևմուտքը, տեղի է ունենում շատ սերտ կոոպերացիայի պայմաններում, հա, ասենք տեսեք, ասենք գերմանական Rheinmetall-ը միայն Գերմանիայում չէ, որ վերագործարկում է իր հոսքագծերը, այլև եվրոպական այլ երկրներում եւս այդ փոխադարձ կոոպերացիան եւս զարգանում է։ Սա մի ծավալի եւ մակարդակի աշխատանք է, որը մի առանձին վերցրած երկիր, երևի թե միայն Ամերիկան կարող է ինչ-որ բան միայնակ անել, այն էլ ոչ ամբողջությամբ, հա, այստեղ էլ բազմաթիվ այլ կոմպոնենտներ կան, որ էլի ներմուծովի են, էլի։ Այս ամենը չի խոսում այն մասին, որ իհարկե
Հնդկաստանի հետ կոոպերացիայի այս փորձը երրորդ երկրներին միտված, սա լավ հիմք է ընդհանրապես Հայաստանը, որ ավելի ընդլայնի, հա, այդ երկրների ցանկը, ում հետ կոոպերացված կարող է համագործակցել ռազմարդյունաբերության մեջ։ Այո, բնականաբար հենց դա է երևի գլխավոր ստրատեգիկ ուղղությունը, որ պետք է ունենալ եւ դա ժամանակ է տևելու այդ շուկաները դուրս գալը, բայց բնականաբար մենք լավ կլինի, որ Հայաստանում վերջում ունենանք գոնե 3, 4, 5 ընկերություն, որոնք Rheinmetall-ի չափ դժվար թե լինեն, բայց ցենց ասեք, օրինակ բելգիական մեծ ընկերությունների չափ լինեն, օրինակի համար, որոնք բավականին լուրջ են, օրինակի համար բերեցի։ Դա համել քաղաքական մի ուժ է նաև տալիս պետությանը, որովհետև այդ համագործակցությունը նաև քաղաքական ունի մի հարթակ։ Այստեղ ինչն է շատ կարևոր, որ բանակը եւ արդյունաբերությունները իրար հետ շարժվեն, որովհետև հիմա մի տենց կրիզիսային մոմենտ է բոլոր բանակներում գրեթե, երբ որ բանակները չեն հասցնում արդյունաբերության հետևից ինչ-որ իմաստով, չեն հասցնում մոտեցումների տեսակետից, իրենք սովոր են գնել թնդանոթ կամ արկեր կամ տարբեր այդ տիպի պրոդուկտներ, բայց իրենք սովոր չեն աշխատել մթնոլորտում, երբ որ տեխնոլոգիան կարա փոխվի ամեն 2 ամիս, օրինակի համար, եւ այդտեղ չի կարելի արդեն 5 տարվա ինչ-որ կամ 7 տարվա ցիկլներ ունենալ գնումների, օրինակ եթե խոսքը գնում է soft-ի մասին կամ ծրագրային պրոդուկտների մասին, խոսքը կարող պետք է գնա ոչ թե տենց մի անգամ գնեցինք մի բան, այլ խոսքը պետք է գնա subscription-ների մասին, որ պրոդուկտը զարգանա ամեն 2-3 շաբաթ նոր ֆունկցիոնալ ավելանա։ Նորացումներ եւ այլն մասին ամենահետաքրքիրն է, որ ԱՄՆ-ում ամենաիրանց մեծ գլխավոր բանակի միջոցառման ժամանակ, որին ես ներկա էի, իրանց պաշտպանության քարտուղարը բանակի ասում էր, որ ուղիղ տեքստով այս ամեն նույն բանը, որ ես հիմա նոր ասում եմ, որը վերաբերվում է նաև ԱՄՆ-ի բանակին, ոչ միայն Հայաստանի կամ ուրիշ պետությունների նաև, որ մեր աշխատողը բանակում 21-րդ տարից գնում է մտնում է մի աշխատատեղ, որտեղ ամենալավ դեպքում 90-ականների սկիզբն է։ Ամենալավ դեպքում։ Ու դա խոսքը գնում է ԱՄՆ-ի բանակի մասին, մի անգամ էլ եմ նշում, ու նշվում էր, որ նաև մեր օրինակ մեծ prime ընկերությունները շատ դարել են դանդաղ, ոչ մի ճկունություն չունեն, նույնն էլ մեր բանակը, որը այդ գնումներն է անում, ոչ նրանք ճկունություն ունեն, ոչ բանակը ունի։ Դրա համար իրենք հիմա շատ լուրջ սկսել են գնումներ անել փոքր բավականին ստարտափներից, որոնք պարզվում է, որ շատ ոլորտներում, հատկապես որտեղ ինչ-որ ծանր տեխնիկայի մասին չի խոսքը գնում, պարզվում է, որ կարում են, չգիտեմ, 20 անգամ ավելի էժան նույն բանը ծախեն ու 2 անգամ ավելի էֆեկտիվ, ավելի լավ։ Դրա համար ստեղ այդ ամեն ինչը պետք է Հայաստանում էլ այդ մոտեցումներին դեպի շարժվել, որովհետև Հայաստանի պարագայում դա շատ ավելի հեշտ է անել, քան ԱՄՆ-ի կամ այդ տենց գիգանտիկ պետությունների, որտեղ բանակում միլիոն հոգի է ծառայում, մենք այդ ճկունության հնարավորությունը ունենք։ Ինչ-որ բան էլ այո 5-7 տարի պլանավորել, եթե թնդանոթի մասին է խոսքը գնում կամ տանկի, բայց ուրիշ պրոդուկտներ կան, ATS, ծրագրային տարբեր պրոդուկտներ, որտեղ խոսքը գնում է շաբաթների եւ ամիսների մասին, ոչ թե այսօր նստել եւ ինչ-որ դրոն սարքել, որը վաճառելու ենք 7 տարուց, արդեն 7 տարի հնացած պրոդուկտ։ Այո։ Եվ ամփոփենք, պարոն Ներսիսյան, Ուկրաինայում պատերազմը, այսպես ասենք, բաց դասագիրք է այս ռազմական տեխնոլոգիաների կենսունակության
հետ կապված եւ նաեւ ժամանակակից պատերազմի մասին պատկերացումները ձևավորելու համար, հա, ի վերջո, որովհետեւ բանակների հրամանատարներին ներհատուկ է պատրաստվել նախորդ պատերազմներին, հա, այլ ոչ թե ապագա պատերազմներին եւ իրավիճակը, այսպես ասենք, փրկում են քաղաքական որոշում ընդունողները, ինչպես նաեւ այդ ռազմարդյունաբերության լոկոմոտիվները, հա, այսպես ասենք, որոնք այնուամենայնիվ բերում եւ ներկայացնում են եւ կիրառում են։ Մանավանդ Ուկրաինայի փորձն էլ, այսպես ասենք, թելադրված է այն արյամբ, որով վճարում է ուկրաինացի ժողովուրդը եւ ուկրաինական բանակը իրենց անկախությունը եւ ազատությունները պաշտպանելու համար։ Սրա հետ կապված ինչ եզրակացություններ են, որ թելադրում են, որ այս դեպքերը մեզ թելադրում են, համեցեք։ Այստեղ ես այն աֆորիզմին, որ դուք նշեցիք, մենակ ավելացնեմ, որ շատ հաճախ նախկին պատերազմին պաշտպանվող կողմն է պատրաստվում, ցավոք։ Այո։ Որովհետև նա, որ հարձակում է պլանավորում ու էֆեկտիվ է պլանավորում, միշտ մտածում է ինչ նորույթ մտցնի, որ կարողանա օրինակ այն պաշտպանությունը, որ թշնամին ունի, շրջանցի, եւ դրա պատճառով շատ հաճախ ստացվում է, որ հարձակվող կողմերը գոնե մի կես քայլ առաջ են գտնվում, ով որ ավելի հարձակողական մոտեցումներ է ունենում իր դոկտրինի մեջ։ Դա անպայման չի նշանակում, որ իրենք հենց առաջինը պետք է հարձակվեն, դա նշանակում է ավելի մոտեցումները, եթե պատերազմ լինի, ոնց են գործելու։ Բայց եթե վերցնենք ռուս-ուկրաինական պատերազմը, այստեղ շատ դասեր կան, բայց նույն ժամանակ պետք է նշել, որ այդ դասերը ռուս-ուկրաինական պատերազմի մասին են շատերը։ Մենք չի կարելի ամեն ինչ որ մենք այնտեղ տեսնում ենք, վերցնել ու ասել, որ օրինակ Հայաստանում էլ է սենս լինելու անպայման, որտեղ Հայաստանը օրինակ շատ տարբեր գեոգրաֆիա ունի, շատ ավելի փոքր է, լեռնային է, այո, թշնամիները, որոնք կարող են լինել հիպոթետիկ երկու փոքր պետությունը, որ կան, իրենք այդքան մարդկային ռեզերվներ չունեն, ոնց որ Ռուսաստանը օրինակ, մեր Հայաստանը այդքան մարդկային ռեզերվ չունի, ինչքան Ուկրաինան։ Մեր պատերազմը երբեք չի կարող տևել 4 տարի օրինակի համար, բարձր ինտենսիվության պատերազմը։ Դրա համար մենք կարող ենք ինչ-որ կտորներ դասերի վերցնել այնտեղից, բայց դա չի նշանակում, որ մենք ամեն ինչ անենք նենց ոնց որ Ռուսաստանը կամ Ուկրաինան անում։ Նույնն էլ վերաբերում է օրինակ ԱՄՆ-ն, ով է ասել, որ պետք է պատերազմի ոնց որ Ուկրաինան է պատերազմում, եթե իրանք ունեն 5000 հատ օրինակ բան, կործանիչ ու ռմբակոծիչ իրանք արսենալում, ու չգիտեմ, կես միլիոն հատ էլ տարբեր ավիառումբ կառավարվող։ Իրանք ուրիշ ձևի պետք է լինի, բայց ինչ-որ կոմպոնենտներ այո պետք է գտնել եւ օգտագործել, երևի adekvat մոտեցումը այդ ամեն ինչին տեսնել, վերցնել, փորձարկել, զորավարժությունների ժամանակ նայել եւ հասկանալ, ուրիշ ոչ մի մոտեցում չի կարող լինել։ Բնականաբար, օրինակ FPV դրոններ հայո պետքա լինեն Հայաստանում։ Բարձա որ դա այդ դասը մենք ունենք, բայց օրինակ իրենց կիրառումը կարող է մի քիչ տարբերվի։ Այո, տակտիկական կիրառումը։ Այո։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան, մենք այս պրոցեսներին բնականաբար առաջնահերթ ուշադրությամբ ենք հետևում եւ պարբերաբար դիմելու ենք ձեզ մեկնաբանությունների եւ պարզաբանումների համար, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ մեր եթերին ժամանակ հատկացրեցիք, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Հաջողություն, ձեզ էլ շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, ռազմական փորձագետ, ապրի Արմենիա հիմնադրամի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված հայ-հնդկական, ռազմատեխնիկական, տեխնոլոգիական, պաշտպանական համագործակցության ընթացիկ փուլի, ինչպես նաև հայկական բանակի ընթացիկ խնդիրների և
միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռեֆորմների հեռանկարների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։
Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարել։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր տարածաշրջանում տեղի են ունենում օգոստոսի 8-ից հետո պատմական նշանակության փոփոխություններ, մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, փոփոխություններ տեղի են ունենում նաև հարևան տարածաշրջաններում, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա,
վերջինից այդ կապված մասնավորապես ուշագրավ է Վաշինգտոնում այդ գագաթնաժողովը, Միացյալ Նահանգներ, Կենտրոնական Ասիա, բոլոր 5 պետությունների ղեկավարներն են այնտեղ եւ հենց այդ գագաթնաժողովին է Թրամփը խոսում, որ այս գործընկերության համար չափազանց կարևոր է խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ թրիփի կառուցումը այս ամենը խոսում է Միացյալ Նահանգների երկարաժամկետ շահերի արկայության մասին եւ Միացյալ Նահանգների վճռականության մասին հետապնդել այդ շահերը եւ իրացնել դրանք գետնի վրա որքանով ենք մենք մեր ներսում համարժեք այս փոփոխություններին որքանով ենք մենք աշխատում մեր կարողությունների ընդլայնման վրա, որպեսզի կարողանանք մարսել այս փոփոխությունները եւ մեր շահաբաժինը կորզել այդ ամեն ինչից։ Սա մեր, այսպես ասենք, պարտքն է ծերունդների առաջ։ Եվ մենք տեսնում ենք նաեւ շատ հստակ խոչընդոտում այս ամենին համակարգված ընդ որում շատ հստակ շահ ենք տեսնում այս ամենում սրան դիմագրավելու այս պատրաստակամության մեջ, որոշ շրջանակների կողմից, շրջանակներ, որոնց բոլոր թելերը տանում են մեկ կետ, եւ այդ կետը Հայաստանից դուրս է, այդ կետը Ռուսաստանում է։ Այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը դեռ նոյեմբերի 9-ը չլրացած, չգիտեմ շնորհավորում թե ցավակցում է նոյեմբերի 9-ի հնգամյակի կապակցությամբ մի շարք տափակ ինչ որ դիվանագիտական ձևակերպումներով սեփական, այսպես ասենք, մղումները փորձելով քողարկել, բայց իրականությունը այն է, որ Ռուսաստանն ուզում է այնուամենայնիվ դռնով վռնդվելով պատուհանից ներս մտնել եւ իր պատկերացրածով այս ժամանակավորապես կորցրած դիրքերը հետ վերցնել։ Այստեղ եւս հարց է առաջանում, որքանով ենք մենք այս մարտահրավերին համարժեք։ Մանավանդ այս խոսակցություններն էլ ընթանում են առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ, որը Ռուսաստանի համար ուղղակի կենաց մահու հարցի է վերածվել։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Լուսինե Հակոբյանը, իրավագետ, իրավաբան, Եվրամիություն Հայաստան քաղաքացիական պլատֆորմի համանախագահ։ Բարև եք եկել Տիկին Հակոբյան, ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն այս փոփոխությունները տեղի են ունենում Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ընդառաջ քայլեր են անում, այդ տրանզիտային սահմանափակումներն են իրար նկատմամբ վերացնում, ծորեն է գալիս։ Բայց մյուս կողմից էլ Ալիևը եւ նրա վարչակազմը շարունակում են տոքսիկ նարատիվներ հրապարակ նետել, այսպես երկիմաստ ինչ-որ տեղել այո թունավոր տոքսիկ հայտարարություններով դաշտը լցնել, այստեղ էլ պատրաստի այսպես ուժերը վերստում թաքնվում են հայերեն եւ մի քեֆ, մի ուրախություն, կարծեք թե մի տոն են նվեր են տվել իրենց, որքանով ենք մենք համարժեք այս ամենին եւ ինչն է մեզ պակասում, համեցեք։ Շնորհակալություն, ձեր այսպես նախաբանում, այսպես չասեցիք ուղղակիորեն, բայց դա մենք բոլորս էլ գիտենք, հատկապես դաշտում գործող փորձագետները, որ Հայաստանի նկատմամբ 20 թվականից ի վեր ոչ միայն այսպես Ադրբեջան, Ռուսաստան, նաև Թուրքիա այս տանդեմի կողմից տեղի են ունենում ռազմական գործողություններ, այլև վարվում էր հիբրիդային պատերազմ։ Եվ կախված թեմայից այդ հիբրիդային պատերազմի դերակատարները, մասնավորապես Ռուսաստանը, Ադրբեջանը, նվազ չափով Թուրքիան փոխվում է ուժգնությունը, հա, այդ հիբրիդային ճնշումների։ Եվ այդ թեմաները շատ տարբեր են։
Մեկը Հայաստանի ժողովրդավարացումն է, որ մեծ դիմադրություն կա հատկապես Ռուսաստանի կողմից թիրախավորված Հայաստանի այսպես որևէ քայլի, որը կարող է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները այսպես ադապտացնել, մոտ բերել արևմտյան ժողովրդավարական մոդելներին։ Բնականաբար սա նաև Ադրբեջանի դիմադրությանն է հանդիպում ավելի քողարկված չափով, բայց կա։ Երկրորդ թեման Հայաստան-ԵՄ հարաբերություններն են եւ անդամակցության հեռանկարը, եւ դուք ինքներդ այդ ԵՄ-ի անդամակցության գործընթացի նախաձեռնման օրենսդրական նախաձեռնության անդամներից էիք եւ ինքներդ շատ լավ ֆիքսել եւ հիշում եք թե ինչ հիբրիդային հարձակումների էր Հայաստանը ենթարկվում այդ օրենքի ստորագրահավաքի եւ օրենքի պարլամենտում ընդունման համատեքստում էլի տարբեր սպառնալիքներով, տնտեսական սանկցիաների մասին սպառնալիքներով, այլ բնույթի տարբեր սպառնալիքներով, մասնավորապես կենտրոնանալով նրա վրա, որ տնտեսական առումով Հայաստանի համար ինքնասպանություն կլինի, եվրասիական տնտեսական համագործակցությունից դուրս գալը եւ այլն, եւ բնականաբար այս թեման էլ Ռուսաստանի համար այսպես բարենպաստ չի ընկալվում։ Իրականում Ադրբեջանն էլ առանձնապես հիացած չի, չնայած բացահայտ դիմադրություն չի ցուցաբերում, ամեն դեպքում հասկանալի է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը առանձնապես լավ բան չի Ադրբեջանի համար, Հայաստանը բնականաբար կդառնա այդ ակումբի անդամ, այնտեղ հնարավոր է Եվրամիության միջոցով ճնշում գործադրի Ադրբեջանի վրա տարբեր հարցերով, այդ թվում ներքին ժողովրդավարացման, այդ թվում մարդասիրական բնույթի հարցերով եւ այլն եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարվա մայիսին այստեղ սպասում է եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովը, պարզ է, որ այդ հիբրիդային սպառնալիքները երկու ուղղություններից ուժեղանալու են։ Թուրքիան այստեղ իհարկե կարող է եւ շահագրգիռ լինել Հայաստան-Եվրամիություն մերձեցմամբ, կարող է հնարավորություն դիտարկել այստեղ իր այսպես շագանակները քաղելու այս մերձեցումից այնտեղ ունենք նաև Հայաստանի տնտեսության եւ պաշտպանության դիվերսիֆիկացման թեման, որը բնականաբար այն ինչ որ դուք նկարագրում եք այդ համատեքստում է պետք դիտարկել բնականաբար սա եւս Ռուսաստանին դուր չի գալիս հատկապես Հայաստանի հերացումը եւ դիվերսիֆիկացման քաղաքականությունը Ռուսաստանից պաշտպանության եւ անվտանգության ոլորտում բնականաբար սա էլ պետքա հերթական առիթը հանդիսանա որ հիբրիդային հարցակումները սաստկանան եւ այդ դա ենք մենք դրան ենք ականատես լինում չորրորդը խաղաղության օրակարգն է Բնականաբար սա եւս Ռուսաստանին ձեռք չի տալիս եւ չնայած պարբերաբար Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը կողմնակիցն է խաղաղության օրակարգի, այդուհանդերձ անընդհատաբար շեշտվում է, որ ինքն է ցանկանում միջնորդը լինել, իր այսպես տարածքներում դա տեղի ունենա, իր նախաձեռնությամբ դա տեղի ունենա, այսպես ազդեցությունը չկորցնի, մինչդեռ այդ փոխադարձ բանակցություններով ընթացող խաղաղության օրակարգի նկատմամբ բնականաբար ունի վերապահումներ, ել չասեմ, որ ընդհանրապես Ռուսաստանը երբևէ օրակարգում չի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությունը։ Բնականաբար այստեղ արդեն որևէ մեկը նաիվ չի, այս հասարակությունում արդեն հասկանում ենք, որ այդ կոնֆլիկտի սնումը եւ այդ նույն ստատուս քվոյի պահպանումը Ռուսաստանին երկար տարիներ ձեռնտու է եղել, որպեսզի ինքը այսպես արբիտրի դերում հանդես գա եւ բնականաբար նա կուզենա այդ դերակատարումը պահպանել։ Եվ այստեղից էլ այդ օրակարգի նկատմամբ այդ հիբրիդային սպառնալիքները Ռուսաստանից։ Մյուս կողմից կարելի ասել, եթե իրականում Ադրբեջանը մտադրություն ունի, հա, իրական խաղաղության, ապա ինչով է պայմանավորված այս հռետորաբանությունը,
Ну, այստեղ կարելի է տարբեր վարկածներ քննարկել եւ ոչ վերջին տեղում է այն վարկածը, որ Ալիևը հենց միջազգային հանրությունից ակնկալիքներ ունի, այդ թվում ֆինանսական ակնկալիքներ եւ դրան է ուղղված այդ այսպես ասած շանտաժային հռետորաբանությունը։ Այսինքն մեզ ընդառաջ քայլանի, բայց այնտեղից կոնֆետ ստանա։ Այո, այդպես շանտաժի մեթոդաբանությամբ ուժեղացնի հռետորաբանությունը, բոլորը մտածեն, որ այ հեսա նա կհարցակվի, հերթական ինչ որ կոնֆետը առաջարկեն նրան։ Կարծում եմ, որ էսա հերթական խաղարկումը, իհարկե եթե լիներ այստեղ պարլամենտական ոչ պրոքսի, հա, ոչ Ռուսաստանի պրոքսի ընդդիմություն, դե վերադառնալով այն իմ թեզին, որ Ռուսաստանին մշտապես ձեռք է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող լարվածությունը, ասեմ, հա, կոնֆլիկտը, լարվածությունը, տարաձայնությունը, հակամարտությունը, ինչ անուն ուզում եք դրեք, բնականաբար այստեղ Ռուսաստանն էլ սնելու է, հա, նման հռետորաբանությունը եւ այս Ռուսաստանին աջակցող, Ռուսաստանից կախված Հայաստանում գործող ուժերը բնականաբար դա վերցնելու են, օգտագործեն, ասեն, ահա, սա է ձեր խաղաղությունը եւ այլն։ Այդ ամենը հասկանալի է։ Կա հայ-ամերիկյան այսպես համագործակցության թեման եւ այդ հուշագրերը, որոնք ստորագրվել են, այստեղ էլ բնականաբար եւ Ռուսաստանը ունի վերապահումներ եւ Ադրբեջանը իհարկե չի ուզենա, որ Հայաստանը այս իրավիճակում շահած դուրս գա, տնտեսական այսպես կարողություններ զարգացնի եւ այսպես տնտեսական շահ ունենա այստեղ եւ տնտեսական եւ այսպես տնտեսական առումով շահած դուրս գա։ Բնականաբար սա էլ Ադրբեջանի շահերից չի բխում եւ հնարավորինս փորձելու է այդ հիբրիդային սպառնալիքների դաշտում եւ հարձակումների գործել։ Ընդհանուր առմամբ էսա պատկերը, բնականաբար հաջորդ տարի լինելու են ընտրություններ, Մոլդովայի օրինակով կարող ենք տեսնել, որ Ռուսաստանը ջանք ու եռանդ չի խնայելու, որ Հայաստանում իր ուզած ուժերը կան իշխանության, Մոլդովայի պարտությունից էլ ինչ որ դասեր քաղած է գալու եւ ավելի մոտիվացիա։ Այո, եւ ավելի այսպես ուժգին եւ ավելի մեծ ջանքեր է գործադրելու եւ Հայաստանն էլ իշխանությունը հատկապես, բայց նաեւ մենք բոլորս պետքա Մոլդովայի դիմադրողականության փորձը լուրջ ուսումնասիրության ենթարկենք եւ կարողանանք եւս դասեր քաղել եւ օգտվել այդ դասերից։ Օրինակ մեր մոլդովացի գործընկերները բավական հետաքրքիր լուծումներ են գտել այդ Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի եւ այդ մեծ ֆինանսների ներթափանցման եւ այլն, այնտեղ լուրջ աշխատանք են տարել եւ պետական մարմինները ստեղծելով միջգերատեսչական մարմին ընտրություններին ընթառաջ, որտեղ ներգրավված են եղել ոչ ռուսական պրոքսի քաղաքասարակության ուժերը եւ համատեղ լուրջ աշխատանք է տարվել, որպեսզի այդ սպառնալիքները նույնականացնեն եւ կարողանան դրանց հակազդել, վարել ստրատեգիական հաղորդակցություն, այդ թվում նաեւ մեծ դեր է խաղացել կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց եւ այս դասերը մենք պետքա լուրջ ուսումնասիրության ենթարկենք եւ լուրջ վերաբերվենք այս սպառնալիքներին։ Լինենք զգոն Ես տեսնում եմ այսպես շատ մեծ հանգստություն մեր իշխանության տարբեր օղակներում, այսպես նույնիսկ ձևակերպվում է, որ մենք խնդիր չենք տեսնում։ Ես անկեղծ ասած չեմ կիսում այդ հանգստությունը եւ կարծում եմ, որ պետքա զգոն լինել, պետքա համատեղել ուժերը եւ իրապես նաեւ այդ կոչը անում եմ մեր պրոեվրոպական կուսակցություններին, որոնք եւս մեծ դեր ունեն այստեղ։ Ու քաղաքասարակությանը բնականաբար։ Հիմա չեմ խոսում, որ քաղաքասարակությունը իմ կարծիքով այսպես միատար չի, այնտեղ կան նաև էլի ուժեր, որոնք սատարում են, բայց ես խոսում եմ իրական
ժողովրդավարացմանը կողմնակից մեր Հայաստանի այսպես ոչ միութենական, ոչ Ռուսաստանի հետ միութենական պետության ապագայի կողմնակից քաղաքասարակություն։ Մի բան էլ ասեմ, իմ համար ես այսպես թեստ եմ սահմանել քաղաքասարակության համար։ Առաջ ես մտածում եի որպես իրավաբան, եթե ես իմ գործն անում եմ Հայաստանի ժողովրդավարացման համար, դա լրիվ բավարար է, բայց հիմա ես հասկանում եմ, որ դա իրոք բավարար չի։ Հայաստանի կողմնորոշումը շատ մեծ կարևորություն ունի Հայաստանի ժողովրդավարացման եւ ուղղակիորեն է անդրադառնում ժողովրդավարացման process-ների վրա։ Այո։ Տիգին Հակոբյան, մի հարց տամ ձեզ որպես համանախագահի Եվրամիություն Հայաստան այդ քաղաքացիական ֆորումի, տեսեք, հիմա մենք նոյեմբերի մեջ ենք, մայիսին մնում է կես տարի, խոսքը վերաբերվում է կարճաժամկետ հեռանկարին։ Եվրոինտեգրացիայի համար, եվրոինտեգրացիայի համատեքստում, եթե ֆիքսում ենք մեր այսօրվա վիճակը, առջևում ունենալով մայիսը, երբ ամբողջ Եվրոպայի առաջնորդները կհավաքվեն Հայաստանում, ինչն եք իրատեսական համարում, որ որպես տնային աշխատանք Հայաստանն այս 6 ամսվա ընթացքում անի, որպեսզի այս գագաթնաժողովի, այսպես ասենք, քաղաքական էֆեկտը լինի առավելագույնը Հայաստանի համար հենց այդ եվրոինտեգրման շահերից ելնելով։ Ինչ չի արած հիմա եւ ինչը կարող է այս 6 ամսվա ընթացքում Հայաստանը անել կամ նույնիսկ պետք է որ անի։ Համեցեք։ Շատ լավ հարց եք դուք բարձրացնում, նայեք, այստեղ ինչքանով ինձ հայտնի է, սկսենք նրանից, որ հիմնական փաստաթուղթը դեռևս մնում է ՍԵՊԱ-ն։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բանակցվում է նոր օրակարգը, որին պետք է այսպես աջակցվի, հա, դիմակայունության եւ աճի ծրագրով, եւ սրանք այսպես դեռ պլաններ են, ասենք, այսպես ասենք, գետնի վրա մենք ունենք ՍԵՊԱ-ն, ՍԵՊԱ-ի վերաբերյալ գոյություն ունեն երկու ճանապարհային քարտեզներ, դրանք հնացած էին, իշխանությունը այս պահին արդիականացնում է դրանք եւ այսպես նպատակ սահմանե իրեն ունենալ նոր ճանապարհային քարտեզ մինչև դեկտեմբեր։ Պլյուս դրան էլ ներքին գործերի նախարարությունն էլ ներկայացրեց գործողությունների պլանը, որը Եվրամիությունը հանձնել է Հայաստանին առանց վիզայի ռեժիմին ընդառաջ վիզաների ազատականացման ռեժիմի գործողությունների որը ըստ էության զուգահեռվում է Հայաստանի իշխանությանը 2 օր առաջ։ Դա էլ է կարևոր բան, բայց ես այսպես լիահույս չեմ, որ մինչև մայիս մենք այսպես վագրաձև թռիչքներ կգործենք այդ ոլորտում։ Դրա համար իրատեսականը որնա որ հաստատ կարող ենք անել եւ նույնիսկ պետք է անենք, էլի։ Այսպես դժվար է ասել, մի հատ պետք է հասկանալ այս նոր գործողություններից, նոր ճանապարհային քարտեզը թող իրենք հաստատեն դեկտեմբերին, տեսնենք ինչ է դա իր ամբողջության մեջ, նոր կարող են գնահատել, թե ինչն է իրատեսական, ինչը ոչ, բայց ես ձեզ ասեմ, որ դեկտեմբերին 4-ին եւ 5-ին նախատեսում ենք հանդիպումներ իրականացնել Բրյուսելում, դրանք բավական լուրջ միջոցառումներ են լինելու, մեկը Արևելյան գործընկերության քաղաքասարակության ֆորումի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանին նվիրված առանձին քննարկում է լինելու, այո, եւ ասեմ, որ 12 թեմաներից, որոնք վերաբերում էին Արևելյան գործընկերության 6 պետություններին, ընտրվել է 4-ը եւ մեկը առանձին լինելու է Հայաստանի մասին այդ 4-ից։ Եվ այդ քննարկմանը մենք նախատեսում ենք հրավիրել նաեւ ԵՄ ինստիտուտների ներկայացուցիչների, հանձնաժողովից եւ արտաքին գործերի գերատեսչությունից եւ քննարկել իրենց հետ հաջորդ քայլերը Հայաստանի համար։ Արդյոք ՍԵՊԱ-ի իրականացումը նախապայման է Հայաստանի անդամակցության
դիմումի ներկայացման եւ ինչ այլ ստեղծարար մոտեցումներ է հնարավոր քննարկել, որոնք են այդ անդամակցության հեռանկարի խոչընդոտները, ինչպես կարող ենք մենք համատեղ աշխատել, կլինի նաեւ ամենայն հավանականությամբ մեր դեսպանը դեռ հրավերը չենք ուղարկել, բայց քննարկման այսպես կոնցեպտը հաստատված է Արևելյան գործընկերության քաղաքասերակցության ֆորումի ղեկավար կոմիտեի կողմից։ Երկրորդ հանդիպումը լինելու է մեր ԵՄ Հայաստան երկկողմ պլատֆորմի տարեկան հանդիպումը, որի շրջանակներում եւս կքննարկենք նաև հանդիպումներ ենք նախաձեռնել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի տարբեր գործընկերների հետ եւ լիահույս եմ, որ այս հարցերը մենք կարող ենք իրենց հետ քննարկել։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ես իրենց տեմպի մասին չեմ կարող խոսել, բայց կարող եմ ասել ինչքանով ինձ հայտնի է, այսպես տարբեր իշխանության ներսից եկող տարբեր ձայներ ասում են, որ լավագույն այսպես սցենարի դեպքում իրենք կարող են 26 թվի վերջին իրականացնել ՍԵՊԱ-ի 50%-ը։ Հիմա ես չգիտեմ, դա այդ ըստ նոր փոփոխվող ճանապարհային քարտեզի են իրենք գնահատում, թե եղածների հիման վրա են գնահատում, ես դա չեմ կարող ասել, բայց կտեսնենք։ Եվ գալով նրան ինչին մենք անդրադարձանք ավելի վաղ, դա այս ամենի թիրախավորումն է Ռուսաստանի կողմից եւ մեր, այսպես ասենք, ինստիտուցիոնալ դիմագրավումը, հա։ Դրա համար բաց դասագիրք էր Մոլդովա։ Ինչ եք կարծում, Հայաստանը որքանով է համարժեք այդ ռուսական սպառնալիքի դիմագրավելու հարցում։ Մենք տեսնում ենք եւ ռուսական պրոքսի կազմակերպություններ, որոնք ուղղակի գործիքավորվել են Հայաստանի ներսում, այսպես ասենք, մթնոլորտը տոքսիկ դարձնելու առումով, հա, մեր հիմնական օրակարգի չեղելու համար, կեղծ օրակարգեր պարտադրելու առումով, դա էլ չեմ ասում, ուղղակի պետություն ներսից թույլատնելու ուղղված։ Սա անդիմադիր գործունեություն անվանել ուղղակի հնարավոր չէ, հա, քաղաքագիտորեն նույնիսկ։ Որքանով է մեր պետական համակարգը համարժեք այս ամենին, քաղաքական դասը որքանով է համարժեք այս ամենին եւ ինչ պետք է արվի առաջիկայում։ Ես չեմ տեսնում ցավոք սրտի, որ համարժեք է ձեռնարկված քայլերի համախումբը, այնինչ ես տեսնում եմ վարչապետի այսպես սոցիալական ցանցերի ակտիվությունն, հանդիպումներն են, լավ այդ ամենը հասկացանք, նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր անդամների ակտիվությունը սոցիալական ցանցերում եւ այսպես ակտիվ հաղորդակցության վարումը, բայց անկեղծ ասած ես չեմ կարծում, որ դա բավարար է։ Ես կարծում եմ, որ ինչպես արդեն նշեցի, մենք Մոլդովայի փորձը դուք էլ նշեցիք, լուրջ ուսումնասիրելու, իրենց հետ լուրջ խոսակցություն վարելու, ես ուրախ եմ, որ վարչապետը Մայա Սանդուին էր հանդիպել եւ այդ նախազգուշացումն էլ Մայա Սանդուն արեց, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է։ Բաց տեքստ։ Այո, ասեց, զգուշացրեց, հուսով եմ, որ այդ փորձի փոխանակումը պետությունների եւ պետական մարմինների մակարդակով հետևողականորեն իրականացվի, մենք ինչքան էլ այսպես որպես քաղաքասերակցություն առանձին փորձագետների մեր մոլդովացի գործընկերների հետ խոսենք, ինչ որ ծրագրեր ներկայացնենք, քննարկենք, իրականացնենք, եթե դրանք չլինեն համակարգված, պետության կողմից համակարգված, ապա ես չեմ կարծում, որ մենք այսպես լուրջ հաջողություն կարող ենք գրանցել, որովհետև ես տեսնում եմ, որ ներքին ռեֆորմները բավարար ընթացքով չգնացին, այն մարդիկ, որոնք պետքա այսպես ազատ ու երկար լեզուներով չխոսային, ազատ եւ երկար լեզուներով խոսում են։ Ասուլիսի տեղը ցուցմունք պետք է տային։ Ցավոք սրտի այդ է մեր իրականությունը եւ այդպես ռեակտիվ միջոցառումներ եմ ես տեսնում, իսկապես Վարդան Ղուկասյանը, որը Գյումրու մասշտաբով հայտնի էր, ինչ Գյումրու պետության մասշտաբով հայտնի էր որպես
այսպես քրեական հեղինակություն, նաև նրա խոսքն էլ ընդհանրապես խոսույթը 5 րոպե լսում ես, արդեն հասկանալի է, որ ինքը իրենից ինչ է ներկայացնում, բայց այդ մարդը այնպես ստացվեց, որ դեռ մի բան էլ գնաց դարձավ Գյումրու Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ եւ հետո post factum սկսեցին մտածել ինչ գործ կարելի է ինչ վարույթներ կարելի է նախաձեռնել նրա նկատմամբ, որպեսզի նրան չեզոքացնեն։ Ախր բայց այդպես չի էլի, ձևը այդպես չեն աշխատում։ Պետք է ժամանակին արձագանքել եւ ժամանակին գործընթացի մաս ինչի էր դա դառնում։ Դուք գալիս եք ընտրարշավի առաջին օրն ասում եք սրանք կրիմինալ են։ Հիմա հարց առաջանում կրիմինալ են, ընդունեցինք։ Ոնց են նրանք դառնում ընտրական գործընթացի մաս կրիմինալ լինելով ըստ ձեզ։ Հա։ Ոնց են իրենք դառնում, ոնց է որ այդպես էլ իրենց պահած լրատվամիջոցների ոչ մի այսպես ֆինանսական սեփականատերերի եւ այլնի հարցեր այդպես էլ չբացահայտվեցին եւ այլն եւ այդ ամեն ինչը արդյոք մեզ չի մղում այն համոզման, որ ինչպես 18 թվի ընտրությունների նախաշեմին հանրային հեռուստաընկերության բանավեճում հայտարարում էր վարչապետ Փաշինյանը, քանի դուք կաք, քաղաքացիական պայմանագիրը միշտ լինելու է իշխանություն, քանի դուք մեր ընդդիմությունն եք։ Եթե ոնց որ այդ տրամաբանությամբ չի առաջնորդվում այդ կուսակցությունը, ապա իրոք պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել։ Սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը լուրջ վճիռ հրապարակվեց։ Ինչ գործողություններ են դրանից հետո ձեռնարկվել։ Սպասենք խորհրդարանական լսումներին Խորհրդարանական լսումներին պետք է արդեն իսկ գան որոշակի քայլերի մասին զեկուցումներով, հուսանք կլսենք նման զեկուցումներ։ Շատ շնորհակալ եմ Տիկին Հակոբյան ձեր այս կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին, հետևենք դեպքերի ընթացքին եւ կհանդիպենք հաջորդիվ միշտ նոր հանդիպում ամենայն բարիք։ Ստայսունդես։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Եվրամիություն Հայաստան քաղաքացիական պլատֆորմի համանախագահ իրավաբան, իրավագետ լսեցինք իր դիտարկումները կապված մեր տարածաշրջանային այս փոփոխություններին, ինչպես նաև արտաքին մարտահրավերներին, ներքին մարտահրավերներին մեր պետության ինստիտուտների համարժեքության հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։
Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում է գտնվում Սաուդյան Արաբիայի բավականին մի խոշոր պատվիրակություն, խորհրդարանական եւ ինտենսիվ բանակցություններ են գնում Հայաստանում։ Այս ամենը միայն երկկողմ ազդեցություն չէ, որ կարող է ունենալ, որովհետև զուգահեռաբար տեղի է ունենում մի պատմական իրադարձություն Վաշինգտոնում։ Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարները գագաթնաժողով են անցկացնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Արդեն դրա մասին հաղորդագրությունները հայտնվել են լրահոսում եւ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահը հատուկ Կենտրոնական Ասիայի առաջնորդների առաջ ելույթ ունենալով շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ TRIP-ի նշանակության մասին Միացյալ Նահանգներ Կենտրոնական Ասիա գործընկերության համար։ Բացի դրանից, հենց այսօր էլ հայտնի դարձավ եւս երկու կարևոր իրադարձության մասին, որ Ղազախստանը ըստ էության կանաչ լույս է վառել իր վոլֆրամի ուրեմն պաշարների համար պաշարների առաջ Միացյալ Նահանգների համար։ Սա ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների շահերի համար եւ այս ամենը ուղղակի ֆիքսում է Միացյալ Նահանգների երկարաժամկետ շահերը թե Կենտրոնական Ասիայում, թե մեր տարածաշրջանում, որքան էլ որ որոշ տափակ հետևություններ անում են հակառակի մասին։ Եվ երկրորդն էլ այն է, որ Ղազախստանը հայտարարություն տարածեց արտգործնախարարության հայտարարության ձևով, որ երկիրը միանում է Աբրահամի համաձայնություններին, Աբրահամյան համաձայնություններին։ Որքանով սա մերձավոր արևելյան պրոյեկցիա ունի, ինչպես նաև մեր տարածաշրջանի վրա պրոյեկցիա ունի, թե ոչ։ Փորձենք հասկանալ այս ամբողջ հարցերի համախումբը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է արաբագետ, մերձավոր արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ, մեր համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ
Հայկ Քոչարյանը, բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Քոչարյան, այս իրադարձությունները նախ սկսենք Սաուդյան Արաբիայից եկած պատվիրակության եւ հայ-սաուդական այս բանակցություններին գանք։ Ի վերջո Սաուդյան Արաբիան տասնամյակներով մնում էր այն երկիրը, որը չուներ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, ոնց որ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ։ Եվ ահա այդ սառույցը հալվեց, դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին Սաուդյան Արաբիայի հետ, իհարկե ռեզիդենտ դեսպանությունների դեռ չենք հասել, բայց Հայաստանում է խորհրդարանական պատվիրակություն, որքան գիտեմ, նրանց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մակարդակով եւ ինտենսիվ բանակցություններ են գնում հայկական կողմի հետ։ Ինչ հեռանկարների մասին է խոսքը եւ ինչ, այսպես ասենք, տարածաշրջանային չափում ունի այս այցը ձեր կարծիքով համեցեք։ Շնորհակալություն, իրոք շատ հետաքրքիր փուլում ենք, որտեղ առաջ անգամ ունենք Սաուդյան Արաբիայից նման ներկայանալի պատվիրակություն, եկել են, որովհետև տարիներ շարունակ նշեցիք, չունենք այդ հարաբերությունների հնարավորությունները, շատ բան բաց է թողնվել եւ պետք է հասցնել տեղը լրացնել ինչ-որ մի չափով։ Բայց այո, 90-ականներին, երբ որ փորձում էին հարաբերություններ հաստատել, այնտեղ հարաբերությունները մասամբ ստացվեց հաստատել նաև դիվանագիտական տարբեր խողովակներով իրար ճիշտ չհասկանալու պատճառով, բայց հետագայում դա վերածվեց Ադրբեջանի կողմից նաև Ղարաբաղյան հակամարտության քաղաքարտի օգտագործումը եւ այն 20 թվականից հետո պատերազմից հետո ստեղծված իրավիճակը եւ Ղարաբաղի ընտրի պատասխանատվի դուրս գալով այս պայմանների կամ հարաբերությունների խոչընդոտ հանդիսանալու պայմաններում հարաբերություններ հաստատվեցին, ինչը ճիշտ նշեցիք, որ ոչ ռեզիդենտ դեսպանների մակարդակով ամրագրվեց այդ հարաբերությունները, ինչը նաև ցույց է տալիս, որ գործ ունենք շատ պահպանողական քաղաքական մտածողության հետ Սաուդյան Արաբիայում, ընդհանրապես Սաուդյան Արաբիան նետնայի քաղաքական իր ավանդույթով շատ ուշ եւ դանդաղ շարժվող մեխանիզմ է, ինչը նաեւ շատ զգացվում է վերջի շրջանում Հայաստանի հարաբերությունների հաստատումը, ինչը այդ ռետրոսպեկտիվ փորձին լուսաբանել շատ մեծ լուսաբանման բան դարձավ Սաուդյան Արաբիայում, բայց օգոստոսից հետո նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում եւ Սաուդյան Արաբիան տեսնում է այդ ամեն ինչը։ Եվ այս պատվիրակությունը ես կնութագրեի նոր ճանաչողական ավելի շատ առաջին շփումներն ու կոնտակտները հաստատող գործընկերների շրջանակ թեմաներ հասկանալու միտված պատվիրակություն, որը 2 օրյա այցով է Հայաստանում եւ դատելով տարբեր տարածող նյութերից եւ հանդիպումներից բավականին լայն շղթա են ընտրել հանդիպումների եւ քննարկումների, ինչը հույս է տալիս, որ հաջորդիվ պետք է ավելի հաճախակի տեսնենք սաուդական պատվիրակություններ եւ այցեր Հայաստան։ Առնվազն ես նման միտում տեսնում եմ, իսկ սա պետք է նշել, որ նաեւ աշխատանքը, որ տանում է համապատասխան ստորաբաժանում արվեց նախարարությունը, որպեսզի հարաբերությունները լինեն եւ զարգանան, ինչը շատ կարեւոր է հասկանալ, որ վերջի տարիներում են ահռելի մեծ հնարավորություններ, որոնք բաց են թողնել այս հարաբերություններում, փորձել շատ արագ տեմպերով լրացնել, ինչ նախնդիրը ստեղ, որ
մենք տեսնում ենք, որ գործընթացները շատ են արագանում եւ տեմպ ունեն արագանալու մեր տարածաշրջանում եւ կանխատեսումների ընտրություններին ընթരാճ ընտրություններից հետո կարող են էլ ավելի արագանալ եւ այստեղ շատ կարող է տեմպը պահել ու հասցնել այս հարաբերությունները, որտեղ միայն սաուդացիներ չեն, արաբական եւ ծոցի երկրներից մի քանի արաբական երկրներ, որոնք շատ ակտիվ են այս պահին Հայաստանում եւ փորձում են իրենց ելը գտնել եւ հասկանալ թե ինչով իրենց ներդրում կարող է լինել նույն տրիպի մեջ։ Այո։ Համար այստեղ սաուդացիներն էլ տարածաշրջանում լինելով առվազն հավակնելով առաջատար դիրքերին չեն կարող անմասնել, համար այստեղ են հասկանալու հնարավորություններն ու շրջանակը։ Ես մտածում եմ, որ մենք առաջիկայում կտեսնենք ավելի շատ ակտիվացում ծոցի երկրների ուղղությամբ եւ հատկապես Սաուդյան Արաբիան փորձելու է որոշակի ակտիվություն դրսևորել։ Գիտենք, որ Հայաստանում կան որոշակի սաուդական կապիտալով ներդրումներ, բայց դրանք շատ փոքր են։ Պետք է աշխատել նաև փորձել այդ ծավալը մեծացնել։ Պարոն Քոչարյան, նաև այս ամենը նշանավորվում է զուգահեռ ընթացող փոփոխություններով մերձավոր արևելքում, որին դուք առնվազն ձեր մասնագիտության բերումով ուշով հետևում եք եւ դրանցում Սաուդյան Արաբիայի շատ այսպես նշանակալի դերով, հա, եւ բոլորը վերադիրքավորվում են հիմա հասկանալով, որ տարածաշրջանը փոխվում է եւ նոր տարածաշրջանում իրենց տեղն են, այսպես ասած, փորձում ընդլայնել արևի տակ, հա։ Հիմա այդ փոփոխություններին էլ նաև այսպես խթան է Միացյալ Նահանգների ջանքերը եւ այն ինչ այսօր տեղի ունեցավ Վաշինգտոնում, դա հստակ ունի նաև շատ որոշակի պրոյեկցիա թե մեր տարածաշրջանում, թե մերձավոր արևելքում։ Եվ այն, որ փաստորեն Թրամփն էլ հայտարարեց, որ Ղազախստանը փաստորեն իր երկրորդ նախագահական ժամկետում առաջին երկիրն է, որ միացավ Աբրահամի համաձայնություններին, սա ինչի մասին է, հա, ինչն է սա փոխում։ Մենք ձեր տաղավարում բազմիցս քննարկել ենք Աբրահամյան համաձայնագրերի մասին, որոնք հետևեցին Թրամփի առաջի շրջանի հրապարակության անունն է մնացել միայն։ Աբրահամյան համաձայնագրի բովանդակությունը ամբողջությամբ փոխվել է, այդ բովանդակությունը միտված է կապի ենթակառուցվածքների համատանք միջավայրի ստեղծման, որը այս պարագայում գիտեք, այդ նույն Աբրահամյան համաձայնագրի մասին խոսեց Վիտկոֆ ասում են Հայաստանն ու Ադրբեջանն միանան, ինչը ոչ ֆորմալ ենթադրում են, որ արդեն միացած են, ճիշտ հայտարարություններ չի եղել, այսինքն միացած են այն տարածքին, որը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես միասնական ենթակառուցվածքներ աշխատող եւ անվտանգային միջավայրապահող միջավայր է։ Այստեղ կարևոր է Ղազախստանը այս հայտարարությունը այսօր տարածած միանալու նաև արդեն այս հայտարարությունից հետո ակնհայտ երևում է թե ինչ որ ժամանակ առաջ, մեկ շաբաթ է 10 օր առաջ որ հայտարարվեց Ղազախստանից ծորերին տեղափոխվում Ադրբեջանի տարածք։ Սրանք մի շղթա են, որոնք կապված են իրար հետ, որոնց հիմնական նպատակը Միջին Միջանցքի մեծ հաշվով գործարկումն է նաև, բայց քանի որ այդտեղ կարող է նաև չինական պրոյեկտի Միջին Միջանցքը, Միացյալ Նահանգները իմ կարծիքով փորձում են ներկա լինել ամբողջ երկարությամբ ճանապարհին, նաև ունենալով խաղակարտեր չինական ճակատում բանակցություններին։ Դրա համար իսկ մերձավոր արևելքի մասով
Տրամպի վարչակազմը գտնում է, որ ամենակարևոր խնդիրը, որը կար լուծվել է Գազայի հետ կապված ճգնաժամը, ինչ որ հարցեր կան, որոնք ուշադրություն է պահանջում, բայց դրանցով եք զբաղվում են, հաջորդ խնդիրը, որ մնացել է դա Լիբանանի Հեզբոլլահի զինաթափման հարցն է, որը ակտիվորեն այսօր օրակարգում է այդ կոնտեքստում Իսրայելի եւ հարևանների հարաբերություններում։ Եմենն է մնում, բայց դեռ ոչ առաջնային այս բարեդրությամբ եւ արդեն եղան մարտահրավերներ եւ խոսակցություններ, քննարկումներ, որ Միացյալ Նահանգները նաեւ դիտարկում է հնարավորություն Դամասկոսում ռազմաբազա ունենալու։ Որը պետք է ապահովի այն համաձայնության անվտանգություն ապահովի երաշխիքներ լինի այն համաձայնությունների, որոնք սպասվում է, որ ձեռք կբերվեն Իսրայելի եւ Սիրիայի միջեւ։ Այո։ Այսինքն այս տեսանկյունից մերձավոր արևելքի հատվածը արդյոք թե Միացյալ Նահանգների պլաններում հստակ անվտանգային իր երաշխիքների մեխանիզմները փորձում են ամրագրել այն ինչի համար բանակցում են վերջի շրջանում կոմունիկացիան աշխատեն անվտանգություն լինի։ Չի նշանակում որ այդ ամբողջը կարող է այդպես միանգամից լինել, բայց սա այն տենդենսն է, որը նկատվում է։ Հաջորդը դա նշեցիք Կենտրոնական Ասիայի 5+1 հանդիպումն է, որ Վաշինգտոնում տեղի ունենում։ Դրան նախորդեց առանձին այցեր եղան մինչև այդ եւ այսօր Միացյալ Նահանգների հետ Կենտրոնական Ասիական պետությունները ամեն մեկ առանձին վերցրած մի քանի միլիարդ ներդրումների մասին են քննարկում, խոսում, պարագայում մինչև 8 միլիարդի հասնող։ Սա նաեւ Միացյալ Նահանգներն էլ շատ զգուշ են կարծիքով այս հարցերում, որտեղ միանգամից բոլորի հետ ուզում հարաբերությունները կարգավորել, հասկանալով, որ մերձարարվել Կենտրոնական Ասիայում կա խնդիր բալանսավորելու այդ հարաբերությունները կառուցելու, որպեսզի հնարավորություն տա շատ հակաչինական եւ կամ հակառուսական տրամադրություններ չբորբոքելու, թողելով այդ հնարավորությունը Կենտրոնական եւ Ասիական պետությունների հնարավորությունը, որտեղ գիտենք այս այցից հետո նաեւ սպասվում է Ղազախստանի նախագահ այցը Մոսկվա եւ ստեղ այդ նաեւ Կենտրոնական Ասիական պետությունները ունեն նաեւ ընդհանուր մի համաժողով, այստեղ ակնհայտ մեծ տեմպերը, որոնց մասին խոսում ենք, որ արագանում են, նրանց մասին է, որ գործընթաց է տեղում եւ այդ գործընթացում ամենակարևոր դերերից մեկը նաեւ վերապահված է տրիպին։ Այո։ Ինչը դառնում է հիմնական բանակցության եւ գործողություններ նախաձեռնելու հիմնական տեղն ու առանցքը, ինչն ստիպում է այդքան կողմին լինել ավելի ակտիվ եւ փորձել ավելի ճկուն գտնվել, ինչը նաեւ իմ կարծիքով կարող ենք առաջկայում տեսնել, թե որ տեղերից են գալիս պատվիրակությունները այս խնդրի շուրջ բանակցել փորձելու հասկանալ։ Ես կարում եմ ծոցի երկրների ակտիվություն, հիմնական այմերություններ կատար, դե այմերությունները ունեն դիտարկելու Հայաստանը եւ տրիպը ոչ թե որպես միջանցք, այլ փորձում են առնվազն են գիտական վերլուծական շրջանակներ, որոնց մասին ոնց է հանդիպում ենք խոսում ենք, ներկայացնում որ Միացյալ Էմիրությունների մոտեցումը նա է, որպեսզի հնարավոր լինի սարքել այդ խաչմերուկ տրամաբանությունը եւ ոչ թե լինել բարձրապես մենակ փոխադրող, ինչն է այդտեղ հետաքրքիր, որ Միացյալ Էմիրությունները 90-ականն այս ամեն ինչով անցել է արդեն, որտեղ ի սկզբանե Էմիրությունները, թե հիշում եք 90-ականն դիտարկվում էր այդպես անցումային ինչ-որ մի տեղ, որտեղ ապրանքները պիտի կան, տեղից շարունակել։ Այս նրանք որտեղից քաղաքականություն փորձելով դառնալ ոչ թե այդտեղ, որտեղ գալու են գնալ, այլ
մեծ հաբ, որը կարողանում է տնտեսական եւ քաղաքական շահերը բալանսավորել ամբողջ մերձավորելքում, ստեղ այդ փորձն է շատ հետաքրքիր ուսումնասիրել, հասկանալ ոնց արեցին, դա շատ պետք է գա մեզ։ Պարոն Քոչարյան, այս բանակցությունները, այցերը տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ուղղված ջանքերի ֆոնին։ Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի շահերը շատ դեպքերում կամ գործընկերային են, ավելի շուտ որոշ դեպքերում մրցակցային, հա, բայց բավականին ակտիվ են եւ կա սերտ համագործակցություն երկուստեք։ Մեր տարածաշրջանում հաղորդակցությունը ծոցի երկրների, հենց արաբական թերակղզու հետ Հայաստանի համար գոնե ներկայիս, այսպես ասենք, կոմունիկացիոն եւ աշխարհաքաղաքական դասավորությունների պայմաններում անցնում է Թուրքիայի միջոցով։ Ինչ է կարծում, սա ինչ ազդեցություն կարող է ունենալ առաջիկայում։ Թուրքիայի տեսանկյունից Թուրքիայի համար էլ կարևոր է այդ տնտեսական եկամուտներն ու ապահովության բարձիկները, որոնք կարող են ստանալ այս ճանապարհներից։ Այս ճանապարհները ակնհայտ են, որ եթե չեն շարունակվում դեպի Եվրոպայի ծերծով, իրանք շատ տնտեսաբեր, տնտեսական իմաստով շահութաբեր չեն։ Համար այդ հարաբերությունների կարգավորումը կամ բանակցությունների կարգավորումը շուրջ նաև այդ ուղղությամբ պետք է սպասել, որ ավելի ակտիվանան եւ նախընտրական, այսինքն հաջորդ տարվա համար կունենանք ավելի ինտենսիվ զարգացումներ, արդեն իսկ այդ երրորդ երկրների հետ կապված քաղաքացիների հարցը ոնց որ թե ավելի ինտենսիվ է քննարկվում սահմանի բացման հետ կապված։ Սա Թուրքիայի բարակամ Թուրքիան ինքը փորձում է լինել այն բոլոր տարանցիկ ճանապարհների հիմնական հաբը, որով կանցնեն այդ ճանապարհները։ Զուգահեռ ոչ այս միջանցքի մասով այդ իմաստով չի կարող մնալ անմաս եւ անպայման միանալու է եւ փորձելու է իր ազդեցություն ունենալ։ Հայաստանի Հանրապետությունը շատ գործ ունի անելու բալանսավորելու այդ ամեն ինչը, բայց զուգահեռաբար նույն Թուրքիան մեծ ներդրումներ ունի, որ կատարում են այսպես կոչված Իրաքի զարգացման ճանապարհի վրա, որը ենթադրում է իրաքյան հարավային ծոց քաղաքակետեր արաբական շրջաններից, Պարսից ծոցից ենթակառուցվածքների կառուցում դեռ կա ճանապարհային եւ երկաթգծային, որը հնարավորություն կտա կապել ծոցը Իրաքի տարածքով հյուսիս Թուրքիայի սահման միջև։ Այսինքն սա էլ այլ ալտերնատիվ իր պրոյեկտները, որի մեջ բավականին ներգրավություն են Իրաքի հետ աշխատում են եւ այլ գործընկերներ ունեն ներգրաված։ Հաջորդ քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից եթե նայում եք, թե Թուրքիայի վերջերս հայտարարած Նախիջևանով երկաթգծի կառուցումն է հարց, որը ենթադրում է շրջանցել Հայաստանը։ Հիմնականում միանալ Նախիջևանով շրջանցել են իմաստով, որ չօգտագործել հայկական ենթակառուցվածքներ, այլ միայն տրիպի հնարավորությունները։ Բայց այստեղ լավ հնարավորություն է ստեղծվում փորձել բալանսավորել նաև այս կոնտեքստում հիմնական երկաթգծի սեփականատեր ռուսական ընկերություններին ստիպել ներդրումների գնալ ենթակառուցվածքները զարգացնելու Հայաստանում իսկական, որտեղ ոնց էլ ճանապարհներ անցեն երկաթգծային, Թուրքիայից Ադրբեջան երկաթգծային ամենամոտիկ սահմանը հյուսիսով անցնողն է, որը գտնվում է նաև ռուսական ընկերության վերահսկողության տակ, այսինքն այստեղ այս տարբեր ուղղությունները բավական մեծ ճակատ են բացում աշխատանքի եւ տարբեր պրոյեկտներ իրականացնելու։
ինչը կարող են իրար լրացնել, այլ ոչ թե խանգարել։ Հետո եւ հարավ-հյուսիսը, որտեղ կարող են Իրանը լինել որպես մի մասնակից։ Իսկ այստեղ այս տեսանկյունից նույն հնարավորություններ են բացում։ Եվ պարոն Քոչարյան, Սիրիան դարերով ամբողջ մերձավոր արևելքում նշանակություն է ունեցել հենց իր այդ կոմունիկացիոն ներուժի պատճառով, հա, ի վերջո ցամաքով, այո, Եվրոպան կապել է Եգիպտոսի հետ, հա, հենց հռոմեացիներն են հենց այդ այսպես ուրեմն այդ հաշվարկների վրա տարածաշրջանում իրենց ուրեմն ռազմավարությունը կառուցել, հետագա կայսրություններն էլ եւս Սիրիան ունի առանցքային նշանակություն այդ իմաստով եւ Սիրիան էլ իր հերթին այսօր sense ինչ-որ նորմալացման process-ի մեջ է, որը շատ ծանր է ընթանում, բայց այնուամենայնիվ ընթանում է եւ դրանում հստակ շահագրգռվածություններ ունեն թե Միացյալ Նահանգները, թե Թուրքիան, ընդ որում գործում են գոնե Սիրիայի հարցով գործում են համատեղ։ Ինչ է կարծում, դա ինչ կփոխի Հայաստանի համար, հենց Հայաստան-Թուրքիա նորմալացման համատեքստում, հա, Հայաստանի համար այդ Սիրիայում կամ Սիրիա-Իսրայել հարաբերություններում այս ճեղքումը, հա, որ կարող է լինել, ինչ հնարավորություններ կբացի Հայաստանի համար, համեցեք։ Մենք երկար երևի խոսակցության հարցեր մի քիչ ուսումնասիրության, որտեղ դա փոխում ընդհանրապես իրավիճակը։ Մենք այս պայծրությամբ ունենք Սիրիա, որտեղ երկու երկրների հարևան, Թուրքիա եւ Իսրայելի շահերը բախվում են, ժամանակաժամանակ տեսնում ենք տարբեր գործողություններ թե Սիրիայի կողմից, թե Թուրքիայի, Իսրայելի կողմից, թե Թուրքիայի կողմից, իսկ այդ խոչընդոտելը Իսրայելի կողմից թուրքական գործողությունների Սիրիայում, այնտեղ դրուզական խնդիրը կա, քրդական խնդիրը, այսինքն այս տեսանկյունից հետաքրքիր է նաև այն ինչ մասը մի քիչ առաջ ասացի, որ համատասկի era, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են բազա բացել Դամասկոսում։ Ահա։ Սա կարող է լինել այն օպտիմալ լուծումը, որը բալանսի բերես երկուսի շահերը, այո, եւ չտանի բախվում, որտեղ նոր արճակատում Սիրիայում այս ընդհանուր տրամպյան պարադիգմայի մեջ եթե նայում եք, անթույլատրել է, այո։ Համաստեղ իսկ եթե ստացվում է դա այդ համաձայնագրերը ստորագրել եւ ունենալ բազա Սիրիայում, շատ հետաքրքիր պատկեր է ստեղծում, որտեղ այնտեղ ունենակ մի հատ իրավիճակ, որ կան թուրքական, ռուսական եւ Միացյալ Նահանգների բազաները, որոշ խմբի նաեւ իսրայելական ներկայություն կունենան, շատ հետաքրքիր ուժերի դասավորվածություն է Սիրիայում վերում, մյուս կողմից ունեք արաբյան շրջաններում բավական ակտիվ էմիրություններն են աշխատում, այսինքն Ֆրանսիան աշխատում նավահանգիստների մասով կառավարման։ Այստեղ կարող է Միացյալ Նահանգների ներկայությունը բոլորի կողմից դիտարկվի որպես բալանսավորող եւ անվտանգության երաշխիք ընդհանուր առմամբ կոմունիկացիաների։ Այդ տեսանկյունից եթե սա ստացվի, սա ամբողջ հոսքը եւ ամբողջ հաղորդակցության հնարավորությունները կարող է շեղել դեպի Թուրքիա, դեպի Սիրիա։ Այո։ Եվ այս տեսանկյունից նաև շատ կարելի է կանխատեսել, որ Իրանին շատ քիչ տեղ է մնում փորձելու գտնել այլ ալտերնատիվ լուծումներ եւ նաև կստեղծում իրավիճակ, որ Իրանը պետք է դրություն անի, թե ոնց եւ ինչ ֆորմատով կարող է այս ամբողջի մի մաս դառնալ, թե չէ կտեղնա ամբողջական մեկուսացում։ Նամաստեղ այդ կոնտեքստում եթե նայում եք
եթե կոմունիկացիան շփվում են, դեպի շարունակությունը կարող է լինել նաև մի ճյուղը այդտեղ հասնել։ Ահա։ Իսկ Սիրիայի տարածքը Սիրիամոտ, եթե վերցնեք սահմանային հեռավորությունները 600-700 կիլոմետրի մասին է հեռավորությունը։ Այո։ Գծով։ Այսինքն Մեղրիից Իրաք, Սիրիա, եթե հնարավոր լինի փոխադրվել, տրանսպորտային դրան շատ քիչ ժամանակ է պետք հասնելու համար։ Այսինքն այստեղ այս ամբողջը կարող է աշխատել, եթե ստացվի ապահովել անվտանգային միջավայրը։ Այո։ Որ այս պահին տեղած տարածողները, որ հնարավորություն են տալիս հետևել պրոցեսներին, շատ մեծ մասով կապված է Միացյալ Նահանգների հաջողություններին Սիրիայում եւ Գազայի վերբերված համաձայնագրերի իմպլեմենտացիոն հնարավորությունները ընդլայնելով, այսպես ասած։ Այս ամբողջը շատ է փոխել տարածաշրջանը։ Դե հույս ունենանք, որ այդ փոփոխություններն կլինեն դեպի դերականը, դեպի խաղաղություն եւ բարեկեցություն, մենք էլ դրա մի մասը դառնալով շատ շնորհակալ եմ պարոն Քոչարյան, մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ պարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանության համար։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, միշտ նոր հանդիպում։ Ամենայն բարիք։ Մենք լսեցինք մեր գործընկեր, արաբագետ, Մերձավոր Արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ, մեր համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին, լսեցինք իր դիտարկումները կապված հայ-սաուդական վերջին զարգացումների, Մերձավոր Արևելյան խաղաղության հաստատման պրոցեսի, ինչպես նաև Միացյալ Նահանգներ, Կենտրոնական Ասիա, այս գագաթնաժողովի հնարավոր, այսպես հետևանքների հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն ամփոփիչ հաղորդմանը կիրակի օրը, խաղաղություն եւ բարի մնաք ձեզ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով, ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից, իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ
28 տարի դեպի կատարելություն։